Ողջույն հարգելի ռադիոլսողներ եւ ռադիոդիտողներ։ Եթերում Tech Shop-ին է եւ դուք լսում եք Tech համային հաղորդաշարը։ Հիշեցնեմ, որ Tech Shop-ին իրականացվում է առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության եւ գործարար ալիքի համատեղ ուժերով։ Ես Հովհաննիսյան Մարիամն եմ, առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության համայնքային զարգացման ղեկավարը։ Այսօրվա իմ հյուրն է Globing ընկերության տնօրեն Դավիթ Հարությունյանը։ Ողջույն։ Բարև։ Դավիթ ջան, Globing-ը ստեղծվել է 2017 թվականին, ճիշտ է, որպես ընկերություն։ 15-ին։ Եվ այն ժամանակ ես երևի առաջին հենց հաճախորդներից եմ եղել on-line գնումների մասով, կարծես թե մեծ նորարարություն բերեց, մի նոր մշակույթ բերեց։ Ուզեմ գնանք հենց այդ սկիզբը, ինչպես ստեղծվեց Globing-ը, որտեղից այդ միտքը ձեզ մոտ առաջացավ եւ ինչպես զարգացավ։ Այդ ժամանակ ու հիմա էլ աշխարհում բոլոր երկրներում էլ կան տենց փոքր լոգիստիկ ընկերություններ, որոնց միջոցով հնարավոր է նույն ծառայությունը իրականացնել։ Այսինքն, եթե մարդը շատ խորանա, ման գա, կարա գտնի ընկերություն, որտեղ կարա գնա ինչ-որ մի բիզնես կենտրոնի 7-րդ հարկում, օրինակի համար, պատվիրի ուստանը, բայց որպես այդպիսին տարածում չուներ։ Մարդիկ on-line գնող չէին, հարմարությունները չկար եւ Հայաստանից արտերկիր ընդամենը տարեկան $5 միլիոն գնում էր կատարվում, իսկ երբ որ մենք բացվեցինք այդ տարի, 5 տարի հետո $10 միլիոն գնում էր կատարվում։ Մեր բացվելուց հետո այդ թիվը շատ արագ դառավ 200 միլիոն, այսինքն 20 պատկվեց մի անգամից։ Ինչի հաշվին դա։ Ես ապրել եմ Նյու Յորքում, տեղափոխվել եմ Հայաստան ապրելու եւ մեքենայի մաս էր փչացել, որը սերվիսում արժեր $450 եւ առաքումը կարծեմ 3.5 ամիս էր տևում։ Ընկերոջս խնդրեցի Վրաստան գնաց սերվիս, այնտեղ կարծեմ $400 էր ու 3.5 ամիս, իսկ eBay-ում տանայեցի $76 էր։ Ու տեղից արդեն ակնհայտ էր ինչով եմ ուզել զբաղվեմ ողջ կյանքում, դա այդ գնումների ազատությունը բերելն է, որ մարդիկ ինչ ուզեն ունենան ու ինչքան հնարավոր է ավելի շատ երկրում փորձելու դա անել թիմի հետ եւ հնարավորն է սարքել Հայաստանը մի քիչ ավելի պոպուլար։ Մեր լուման էլ փորձենք դա լինի, որ եւ գլխամասը եւ կառավարումը ամեն ինչ։ Հենց այդ պահին հենց մոտավորապես ձևավորվեց մի քանի երկու շաբաթվա մեջ, բայց մոտ երկու շաբաթվա մեջ ձևավորվեց այս ինչ որ հիմա պատմում կոնցեպտը։ Քանի հոգի եք այդ ժամանակ։ Այդ հələ միջև որևէ քայլ անելն էր։ Հետո արդեն 3 հոգով սկսեցինք հարցում անել մարդկանց, ինչի on-line գնում չեք կատարում, դա ինչն է խանգարում, ու այդ պատասխաններից ձևավորեցինք բիզնես մոդել։ Շատ հետաքրքիր է, այսինքն մենք չենք նայել, որ կա լոգիստիկ ընկերություն, որ գնաս պատվիրես, հասցետաս բերեն։ Մենք նայել ենք ոնց անենք, որ ինչ ուզի մարդը կարողանա ունենա։ Կարճ ժամանակ։ Ու ասում ենք, օքեյ, ինչն է ամենա մաքսիմումը։ Ասում ենք մարդը մտածի ապրանքի մասին, ու ապրանքը հայտնվի։ Դա մտածել է այդ բան դեռ հնարավոր չէր, հիմա ոնց որ արդեն դրա նշանները երևում են տեխնոլոգիաներում, բայց միտքը մի ձև ասի եղավ, մտավ խանութ սխմեց, ոնց անես հայտնվի, դե քանի տելեպորտը չկա, ուրեմն պետք է փորձես ամենաարագ ինքնաթիռներով կառուցես այդ ռութը, որ ապրանքը հասնի։ Մյուս մասով մարդիկ պատասխանում են այդ բավարար մի բանն էս չգնա, ում վրա է մունատ գալու, այդ մունատ տենց առանձնացրեցինք մունատ, մյուսը հուսալի չի, բավար չանա ինչ անեմ, ասինք ուրեմն պետք է լինի սերվիս կենտրոն, նենց փողոցի վրա ունենց տեսքով, որ հուսալիության հարցը փակի, իսկ մարդը չանհանգստանա, որ կարող է հեռախոս պատվիրի վերցնենք, բախնենք, օրինակի համար եւ կարանք պատասխանատվություն կրենք միշտ։ Այսինքն բոլոր կետերը, որոնք մարդիկ նշեցին ինչի on-line գնում չեն անում, այդ կետերի լուծումները իրար հետ ձևավորելով սարքեցինք բիզնես մոդել։ Ու շատ արագ է ընկերությունը դառավ պոպուլար եւ
այս պահին եւ առաջատար ենք Հայաստանում եւ Ղազախստանում եւ Ուզբեկիստանում եւ շատ ընկերություններ այդ կարելի ասել ոլորտը ձևավորեցինք այո նոր մշակույթ բերեցիք on-line գնումների մշակույթը հաստացի Globing-ն է բերել Հայաստան դա բոլորն են հիշում ինձ թվում է կամ շատերը էլի բայց այդ թվերով էլ ասեմ այդ ժամանակ երբ որ 20-ը պատկվեց կեսից ավելը պատվիրում էին Globing-ի միջոցով մյուս կեսը պետական փոստեր եւ այլն բոլոր համակարգերով գումարային ինչ-որ sense մոտավոր թվեր եմ հիշում էլի եւ այս 10 տարիների ընթացքում ոչ մի տարի չի եղել որ մենք չլինենք միանշանակ մեր ոլորտի առաջատարը իսկ այդ վստահությունն մեր հանդեպ միշտ եղել է հաճախորդների կողմից արդեն 25 թիվն է եւ մենք վստահ առաջ ենք գնում Ղազախստանում բացվելուց 1 տարվա ընթացքում էլի դառանք առաջատար նույնն էլ Ուզբեկիստանում Ղազախստանում հիմա Globing-ը համարյա Հայաստանի պես ճանաչված ընկերություն է բայց աճում ենք անպայման կհասնենք այսինքն ունեք առանձին գրասենյակ այնտեղ առանձին թիմեր որ աշխատում են այո մոտ 150-200 հոգանոց թիմ ունենք եթե չեմ սխալվում ունենք ներկայություն 6 քաղաքներում դեռ եւ պլանավորում ենք որ Միջին Ասիայում մեզ ճանաչեն Հայաստանի պես իսկ Միջին Ասիան դա 84 միլիոն բնակչություն է սա համարում ենք մեր ոնց որ միջանկյալ քայլ sense ասեմ աճի հա այսինքն այս ինչին հասանք Հայաստանում դա համարեցինք proof of concept այսինքն որ ինչ որ բան ենք ձևավորել ինչը մարդիկ սիրեցին եւ Միջին Ասիան ամբողջովին գրավելուց հետո այսպես ասած մեր ոլորտի խորը penetration-ից հետո ներթափանցումից այո կանցնենք այլ շուկաներին շատ հույսով ենք որ մի փոքր էլ մեր շնորհիվ Հայաստանը ավելի լավ կճանաչեն աշխարհում վերջերս մի հատ դեպք պատմեցին որ Միջին Ասիայի ինչ կոնկրետ մի ազգի մարդիկ Շանխայում երկար վերելակում բարձանում են հայեր հետ ու ասում են վայ Հայաստանն եք բա մենք գիտեք ինչ հնարավորություններ ունենք Միջին Ասիան ամեն ինչ տարածաշրջաններում ձևավորում ԱՊՀ տարածքում եւ այլն ու այդ մարդը ասել է դուք գիտեք Globing-ը հա ոնց չգիտենք բա մենք նենց գիտենք որ մեր մոտ էլ կա զարգացած ասում է Հայաստանից է եկել այսինքն մի քիչ կարող Էսեւի էմոցիոնալ բաղադրիչն է աշխատանքին, բայց նաև ամենամեծ մոտիվատորն է գլոբալ աճը։ Ու ինչն է հատկանշականը ստիս որպես հաճախորդ, որ նաև շատ հաճախորդակենտրոն մոտեցում ունի Globing-ը, ու ինձ շատ հիշեցրեց Zappos ընկերության օրինակը, որ Ամերիկայում գործող կոշիկներ առաքող ընկերություններ Զանգելեն պիցային չէ պատմի։ Այո, Delivering Happiness գրքում հենց տնօրենը այդ էր նշում, որ իրենց համար կարևորն էր ուղղակի, որ իրենց հաճախորդները միշտ ուրախ լինեն, այդ կոշիկ չէին իրանք առաքում, այլ ընդհանուր առմամբ այդ երջանկությունն էին իրանք առաքում։ Ու այդ ամբողջ հաճախորդների հետ կապված այդ process-ները իրանք մաքսիմալ հարմարավետ էին դարձնում բոլորի համար։ Globing-ի ձեր պատմածը ինձ հենց այդ դա հիշեցրեց, շատ իրականում ոգեշնչող է նաև ինձ թվում է շատ հայկական ընկերությունների համար, ովքեր հիմա շատ են դիտարկում ասիական շուկաներ ընդլայնվել, հա, Եվրոպայից մի քիչ այդ փոփոխությունը տեղի ունենում դեպի Ասիա, դեպի Միջին Ասիա, Մերձավոր Արևելք, ու կարծում հենց ձեր օրինակը կարող է ոգեշնչել շատ ընկերությունների որոնք էին խոչընդոտները։ Հաճախորդը, հա, կենտրոնությունը հույսով եմ որ անում ենք, ձգտում ենք հնարինս։ Խոչընդոտները դե շատ էին, որովհետև մենք փոքր ազգ ենք փոքր երկրում եւ մեր մոտ արդեն նույնիսկ այնքան գումար աշխատել է որ կարողանալ ուրիշ երկրում որևէ բան անել դա շատ բարդ է անհնարին մոտ աստեղ աշխատել Հայաստանում գումար որը հետո Ղազախստանում ներդնել որովհետև դա
ահռելի չափերի երկիր է 20 միլիոն բնակությամբ, մենակ գովազդով կարողանալ տեղ հասնել կամ մարդկանց ինֆորմացնել սերվիսի մասին, ստեղի աշխատած ռեսուրսներով անհնարի մոտ է, շատ բարդ։ Մյուսը ոնց ստեղից նստած այնտեղ կառավարել օպերացիոն բիզնես։ Նույնիսկ ուղիղ թռիչք չկա, ստեղից Ղազախստան հասնելու համար ճանապարհին մոտավորապես այնքան ժամանակ է ծախսում, ինչքան Ամերիկա հասնելու համար կամ Չինաստան։ Ոս ամբողջը շատ փագաճկերով մութ սենյակ ենք պետք, չգիտենք, անտարհատ չգիտենք ինչ է լինելու։ Ու միջև էս բա աճում ենք մեր ռեսուրսներով, այսինքն ինչ կարողանում ենք ներ ենք դնում, որ աճենք։ Այս պարտատոմսերի թողարկումը մի հետարքիր քայլ էր, որտեղ սա ուղղում է բիզնեսի աճին եւ սա առաջին անգամն է, երբ մենք որևէ արտաքին ռեսուրս ունենանք ներգրաված։ Նրանց համար ովքեր լավ չեն պատկերացնում ինչա պարտատոմսը, ինչու գնել, կարող եք մի փոքր ներկայացնել, ինչ պարտատոմսերի մասն է խոսքը, դա ինչա տալիս գնորդին ու ինչա տալիս ընկերությանը։ Պարտատոմսերը համարասպառված են, այսինքն այստեղ ավելի շատ կուզեմ պատմեմ իր վստահության էֆեկտի մասին եւ բիզնեսի համար իր աճի հնարավորություն։ Պարտատոմսը գնում են ֆիզանձին կամ իր բանական անձին, որպես այդպեսին ստացվում է, որ գումար են տալիս պարտքով ընկերության, հա։ Այսինքն մեր հաճախորդի կամ Մեր գումար աշխատելու հնարավորություն է, ստաբիլ եկամուտ ունենալու էլի։ Մեր համար ինքը հաճախ ռեսուրսը իհարկե, բայց ամենահաճելի բանը վստահությունն էր, որովհետև մենք որ մեզ փաթեթ վստահում են, դա գիտենք արդեն Հայաստանից գրեթե կամ ոչ մեկ չի կասկածում էլի։ Բայց որ մարդիկ իրենց գումարներն են վստահում, դա ինձ պատմեն, որ դա լրիվ ուրիշ բան է։ Այս ընկերությունը կարելի շատ հայտնի ճանաչված, բայց պարտատոմսի վաճառքը դա լրիվ ուրիշ բան է։ Դա առնում են այլ կառույցներ, այլ տիպի հաճախորդներ։ Եվ հաճելիորեն զարմացանք, որ տեղել շատ մեծ վստահություն ենք վայելում։ Շատ շնորհակալ ենք, շատ հաճելի է իրականում, շատ հաճելի է։ Իսկ այս պահին ընդհանուր առմամբ որքան պարտատոմս եք թողարկել։ 2.5 միլիարդ դրամեր եւ 2 միլիոն դոլար, այսինքն մոտ 6 միլիոնի ընդհանուր սպառված են։ Ահա, համարյա չհասցրեցինք։ Հա, ավելի շատ խնդիրը էլի զորքեր կնա, ոչ թե սպառումն է։ Այո։ Շատ լավ գնաց, ավելի շատ այդ վստահությունն է, որ մարդիկ փաստորեն նայում են ընկերության հուսալիության դիմաց ու որոշում են կայացնում։ Շատ լավ, իսկ ընդհանուր առմամբ ինչ եք կարծում 10 տարի հետո որտեղ է լինելու գլոբինգը, ինչպիսին է լինելու։ Որն է ձեր տեսլականը։ Հույսով եմ, որ 10 տարի հետո աշխարհում ցանկացած հայ, որ երկրում էլ հանդիպի, մյուսին մի բան պատմելուց կամ հայ ոչ հայ կարևոր է չի, կարևորը մի բան պատմելուց կասին, դու գիտեք, որ գլոբինգը Հայաստանում է ծնվել, կասեն ոնց Հայաստանում, այսինքն տես բաներ է հնարավոր անել փոքր երկրներից եւ եւս ոգեշնչված հարյուրավոր երիտասարդներ կտեսնեն, որ ամեն ինչ էլ ամեն տեղից հնարավոր է ու կբռնեն այդ ճանապարհը, ինչի հաշվին մեր մոտ կլինի Հայաստանում կստեղծվի 100,000-ավոր աշխատատեղեր, որտեղ սենց ընկերություններ ունեն մեծ պոտենցիալ աճելու։ Հարկեր, տնտեսության աճ եւ հասկանում որ մեր դերը այդտեղ լումանա կամ որևէ փոքր ներդրումն է, բայց հույս եմ որ մենք դրան կծառայենք։ Հաստատաբար։ Իսկ այս պահին որքան աշխատատեղ ունեք։ Որքան աշխատատեղ եք ստեղծել։ Ընդհանուր առմամբ բերվի 600-ի մոտ։ Ուսով ենք 10 տարի հետո կերապատկվի գուցե։ Չէ, մի քիչ շատ։ Մի քիչ շատ։ Իսկ ինչպիսի նոր արարություններ եք հիմա անում, որոնց մասին հանրությունը գուցե տեղյակ չի կամ մասամբ տեղյակ,
ու կուզեիք բարձրաձայնվել դրանց մասին։ Այս տարի նոր application թողարկեցինք and drive-thru-ներ, որ տեսել եք առանց մեքենայից իջնելու, մի 19-20 վայրկյան այդ process տևում։ Մշտական աշխատում ենք նոր բաների ուղղությամբ, նախագծերի, բայց հիմնական մեր կենտրոնացածությունը մի քանի բան իհարկե։ Հիմնական մեր կենտրոնացվածությունը դա աճնաաշխարհով, այսինքն հնարավորինս տարածվել աշխարհում, հնարավորինս իմ նախորդ ասած նպատակին ծառայելու համար, դա բիզնեսը ֆինանսական ռեսուրս է, բայց նաև եթե մի բառով նկարագրեմ լոբինգը որպես երազանք, դա է, որ մարդիկ գրեթե բոլոր երկրներում ասեն այդ անունը լինի ծանոթ, իմանան ինչ մասն է խոսքը եւ ասեն դա ծնվել է Հայաստանում։ Օրական քանի գործարք արվում գլոբինգով։ Քանի գործարք, քանի փաթեթ, հա։ Շատ կարող ես խառնած հիմա ասեմ։ Օր կա միջև 20,000-ի կարգի, եթե չեմ սխալվում։ Տարվա օրերը մի քիչ տարբերվում են, բնականաբար տոներից եւ այլն, հա։ Հիմա նոր տարի է ու Սուրբ Ծննդյան ենք, հա, դեպի գնում, երևի հիմա ավելի շատ են գործարքները, չէ՞։ Այդ մոտավորապես ամենա ծանրաբեռնված օրերին կամ ամենահաճելի օրերին ոնց էլ ասենք 20,000-ի կարգի։ Եվ հիմնական կենտրոնացվածությունը մենակ Երևանը չի, չէ՞, այսինքն դուք ամբողջ Հայաստանով ծածկում եք։ Հա, մենք ունենք ամենամեծ սեփական ցանցը Հայաստանում, մոտ 160 լոկացիա ունենք, լոքերներ, սերվիս կենտրոններ։ Ղազախստանում ունենք կարծեմ 5 սերվիս կենտրոն, տարբեր քաղաքներում 40-ից ավել լոքերներ, այդ ցանցը մեծանում է մշտական։ Իրական շատ հաճելի է, երբ նայում ես քարտեզին ու տեսնում ենք, որ մենք մեր ոլորտի ամենախոշոր հայկական ընկերությունն ենք, մեր այս post-սովետական տարածքում։ Հաճելի է, բայց հույսով ենք, որ դա շատ ավելի մեծ կլինի, որ հաջորդ երկիրը կլինի ենթադրենք 152 միլիոն բնակչությամբ երկրներ։ Ու դա նաև շատ գիտելիք է, սա մենակ հարկը չի, աշխատատեղը չի, այստեղ նաև բավական բարդ է Հայաստանում այդ գիտելիքը գտնել, թե ոնց են կառավարվում։ Պատկերացրեք Հայաստանում փորձում ենք գտնենք հայտարարություն ենք տալիս, մեզ պետք է օպերացիոն տնօրեն լոգիստիկայի ոլորտում 5 երկիր կառավարելու համար։ Մենակ որտեղից այդ մարդիկ պետք է գան, որտեղ այդ փորձը պետք է հավաքեն, չէ՞։ Դրա համար շատ ընկերություններ, երբ որ ինչ-որ բարեր են անցնում, արդեն պետք է ինչ-որ պրոֆեսիոնալիզմ գլոբալ մակարդակի, հաճախ տեղափոխվում են որ աշխարհի հաբեր, այսպես ասած։ Դες գնում են օրինակ Դուբայ, գնում են Ամստերդամ, որտեղ այդ գիտելիքը արդեն կա, գիտելիքը, որ կարողանան այդ կարգի աշխատուժին հետաքրքրեն ու կարողանան այդպես մեծ արդեն կորպորատիվ կառավարման հասնել։ Մենք շատ մեծ հույս ունենք, որ մենք միշտ անելու ենք Հայաստանից։ Դա էլի մեր հիմնական նպատակներից է, ու մեր առաջ պարտավորությունն է անհնարին մոտ ամեն ինչ անել, բայց որ միշտ էլ խամասը մնա Հայաստանում, կառավարվի Հայաստանից։ Բայց որ արդյոք ինչն է բարդություններից մեկը, հստակ բարդություններից մեկն է։ Իսկ ներգրավում եք ներուժ Սփյուռքից կամ այլ համայնքներից հայկական։ Հա, ինչ հնարավոր միշտ փորձել ենք լինել հայրենադարձությանը նպաստելու նպատակով։ Ամեն դեպքում շատ բաց ենք։ Ոչ մի սահմանափակում չունենք, այս բան կարծեմ 13 թե 14 ազգ է աշխատում մեր մոտ ընդհանուր առմամբ։ Իսկ շատ բաց ենք։ Դուք շատ մեծ կարևորություն եք տալի ընդհանրապես բիզնեսի դերին,
բայց ինչով է դա կարևոր պետության, ազգի համար։ 20 թվականի դեպքերի ժամանակ եւս մի բան կարամ ասեմ ես սովորեցի, որ մի դեպքում մենակ կարելի է հաջողության հասնել, եթե խոսում ենք ազգի մասին, այդ եթե ամեն մեկը զբաղվի իր գործով եւ դա անի հնարավորինս լավ։ Դա վստահ եմ, որ միանշանակ ճիշտ ճանապարհն է ու միակ հաջողության ճանապարհն է։ Եթե տեսնենք, որ ճապոնացիները ամենաերկար ապրող ազգերից մեկն են եւ իրանք պատասխանում են, որ իրանք մեծ վստահություն ունեն հանրության հանդեպ կամ առանձին կառույցների հանդեպ, դա է ճանապարհը, դա թույլ է տալիս ամենքս կենտրոնանանք մեր գործով զբաղվենք հնարավորինս լավ։ Դա մեր բիզնեսը իր հերթին պետք է լինի հնարավորինս հաջողակ ու հնարավորինս մեծ։ Ես որ փորձեմ գնամ ասեմ, որ դրոնն է պետք պատվիրել կամ հետո դրոնը ոնց են օգտագործում, չի ստացվում, որովհետև դրա ոչ նրա մասնագետն են, ոչ նրա, չէ՞։ Բիզնեսը պետք է փորձի հնարավորինս լինի հաջողակ, հնարավորինս խոշոր, տարածվի աշխարհով հնարավորինս շատ հարկեր բերի, դա է այդպես սնուցող ռեսուրսն է պետությանը։ Ենթադրենք տեխնոլոգիաների նախարարությունը պետք է ընտրի լավագույն լուծումը, մյուս նախարարը պետք է լավագույնը օգտագործի։ Մենք մեր հերթին ինչ պիտի անենք, իրականում թվում է թե սա պարզ է, բայց մյուս կողմից մենք շատերս դա չենք անում։ Մանավանդ մեր մեջ դա մեր ազգի նկատմամբ կտորը մի քիչ թերանում ենք։ Չուզի տենց ասեմ, բայց մենք դի կենտրոնանանք մեր գործի վրա եւ փորձենք դա անենք աշխարհում բոլորից լավ։ Ամեն մեկս մեր արածի վրա։ Մեր այս ոլորտը մենք դի փորձենք դինենք աշխարհում լավագույնը մեր ոլորտում ու նորմալ դրանով օգտակար լինենք մեր երկրին։ Եթե ամեն բիզնեսը, ամեն պաշտոնյան, ամեն մասնագետ դա անի, մենք իրականում կդառնանք ամենահաջողակ ազգերից մեկը, որտեղ բիզնեսի դերը շատ մեծ է։ Կան օրինակներ, որոնք ձեզ ոգեշնչել են։ Մեկ օրինակ Pixar-ն է, որ Հայաստանից ծնված դեպի դուրս գնացած ընկերություններ շատ չեն։ Հիմա էլ ոնց որ թե մենք ենք եզակիներից մեկը առնվազն, որովհետև մենք էլ օպերացիոն զգալի բաղադրիչ ունեցող ընկերություն ենք, որ Հայաստանից կառավարում են այլ երկրներ։ Բայց Pixar-ը շատ ոգևորող էր։ Մելը ոգևորող, ոչ միայն Pixar-ը։ Դավիթ, այս նոր տարում ձեզ մաղթում եմ, որ մի քիչ ավելի մոտենաք ձեր նպատակներին ու փոքր քայլերով, բայց վստահ քայլերով գրավեք մեծ շուկաներ։ Շնորհակալ եմ ձեզ զրույցի համար։ Հիշեցնում եմ հարգելի ռադիոլսողներ եւ ռադիոդիտողներ, որ դուք լսում կամ դիտում եք Tech համայնք հաղորդաշարը, իմ հյուրն էր Globing ընկերության տնօրեն Դավիթ Հարությունյանը եւ ես Մարիամ Նեմհովանեսյան, առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության համայնքային զարգացման ղեկավար։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ հրավերի համար։